Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բhagavad Gita-ն եւ այս պահին ուսումնասիրում ենք 4-րդ գլուխը, որը կոչվում է տրանսցենդենտալ գիտելիք։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք խիստ կապվածության մեջ են դնում Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիքի քննարկումը հոգևոր զարգացման հետ։ Երբ որ Արգջունան ինքը հարցրեց Տեր Շրի Կրիշնային, որ ինքը նկատել է, որ նույնիսկ բարոյականության մեջ հաստատված անձնավորությունները մեկ-մեկ կատարում են այնպիսի արարքներ, որ կարծես ինչ-որ մի անտեսանելի ուժ իրենց քշում տանում է, այսինքն ինքը հարցրեց, թե կարող ես ասել դա ինչ ուժ է։ Մենք այստեղ կարող ենք պնդել, որ այդ պահին Արգջունան ինքը փաստացի ուզում էր ասել, որ տպավորությունը ստեղծվում է այնպես, որովհետև ինչու է ինքը ասում, ոնց որ թե ինչ-որ մի ուժ է իր վրա ազդում, որովհետև ինքը ասում էր, որ այդպիսի անձնավորությունները իրենք փորձում են դիմակայել իրենց սխալ ցանկությանը, բայց չեն կարողանում եւ այնպիսի տպավորություն է, ոնց որ թե ինչ-որ մի ուժ իրանց տանի։ Սա փաստացի անուղղակի մեղադրանք կարող էր հնչել, կամ Արգջունան ինքը ուզում էր հասկացնել Տեր Շրի Կրիշնային, որ շատ հաճախ մարդիկ կարող են այդպես մտածել, որ դու ես այդ դրդող ուժը։ Դրա համար խնդրում եմ պարզաբանի այդ հարցը։ Եվ մենք տեսանք, որ Տեր Շրի Կրիշնան ինքը ասեց, որ կենդանիակը ունի ընդամենը մի թշնամի, դա նրա անհակ էգոիզմի վրա հենված ուրեմն ցանկություններն են չեղեկավարվող եւ խոսացվեց նրա մասին, որ այդ ցանկությունները բուն են դրել կենդանիակի բոլոր զգայարանների մեջ, նրա մտքի մեջ, նրա բանականության մեջ։ Եվ անմիջապես Շրի Կրիշնան ինքը առաջ քաշեց այդ գաղափարը, որ միայն տրանսցենդենտալ գիտելիքը, այսինքն հոգևոր գիտելիքը ուսումնասիրելով է, հոգևոր բանականության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել էգոիզմը։ Ինչի հաշվին է դա արվում։ Դա արվում է մի պարզ պատճառով, որովհետև Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մաքուր սիրո հիմքի վրա է վերաբերվում բոլոր կենդանիակներին եւ նրանց բոլորի համար երջանկություն է ցանկանում։ Սա ինքնըստինքյան մեծ ազդեցություն է գործում այն մարդու վրա, ով ուսումնասիրում է Գերագույն Աստծո անձնավորության գիտելիքը եւ փոխում է նրա վերաբերմունքը ուրիշ կենդանի էակների հանդեպ։ Առաջին փուլով կենդանիակը ինքը այդ գիտելիքի հիմքի վրա զարգացնում է նյութական բարիություն, այսինքն բարիացակամ վերաբերմունք է ցուցաբերում կենդանիակի նյութական մարմնին եւ դրա հետ կապված ամեն ինչին։ Երկրորդ քայլով ինքը, երբ որ արդեն համոզվում է, որ կենդանիակը ինքը իրականում մաքուր հոգի է, ապա սկսում է հոգ տանել հոգու մասին։ Եվ հասկանալով, որ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը շահագրգռված է նրա մեջ, որպեսզի նյութական աշխարհում ապրող կենդանիակները վերադառնան իրենց հավերժ կացարանը։ Վերջի գաղափարը, որը մենք ձեզ հետ քննարկեցինք, դա նա էր, որ այդ գիտելիքը ինքը ընդհանրապես ապաստարան է գտնում մաքուր նվիրալների սրտերի մեջ, իրենք որպես օրենք շատ բարձրակարգ հոգևոր ուսուցիչներ են եւ ուրեմն խորհուրդ Տեր Շրի Կրիշնան ինքը խորհուրդ տվեց, որ գտի այդպիսի անձնավորության եւ երբ որ գտնես իրան, ծառայի նրան եւ հարցեր տուր։ Այսինքն այստեղից մենք հասկացանք, որ հոգևոր ուսուցիչ աշակերտ հարաբերությունների գլխավոր իմաստը դա գիտելիքի փոխանցումն է։ Ինչ վերաբերվում է ծառայությանը, մենք ասեցինք, որ գոյություն ունի երկու տեսակի ծառայություն, դա մեկը հոգևոր ուսուցչի մարմնին, այսինքն նրա նյութական կարիքները հոգալու ծառայությունն է, մյուսը դա հոգևոր ուսուցչի հոգևոր միսիան, եթե կարելի այսպես ասել, կներեք հայերեն բառերը չեմ հիշում, ուրեմն հոգևոր միսիան
միսիային ծառայելն է, դա նշանակում է տարածել հոգևոր ուսուցչի, նպաստել, որպեսզի տարածվի հոգևոր ուսուցչի գիտելիքը։ Հաջորդ քայլով Տեր Կրիշնան ինքը բացատրեց, որ նրանք ովքեր այդպես են վարվում, նրանք տրանսցենդենտալ գիտելիքի միջոցով ազատագրվում են նյութական աշխարհի ազդեցությունից եւ այլևս երբեք նյութական աշխարհ չեն վերադառնում։ Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումը, այսօր մենք ուսումնասիրում ենք ուրեմն Բհագավադ Գիտայի 4-րդ գլխի 37-րդ տեքստը։ Ու Արգյունա, ինչպես խարույկի վառ կրակը փայտերը վերածում է մոխրի, այդպես էլ գիտելիքի կրակը ամբողջությամբ այրում է նյութական գործունեության բոլոր հետևանքները։ Իրականում մենք կարող ենք տեսնել, որ այս պնդումը ինքը մի կողմից անհավատալի հեշտ գործընթաց է թվում, չէ, որովհետև պարզվում է, որ ուղղակի Գերագույն Աստծո ազնվորության մասին գիտելիքը ուսումնասիրելով կենդանեակը ինքը կարող է վառել իր բոլոր մեղքերը, այսինքն ստանալ ազատագրում այդ գործած մեղքերի համար պատասխան տալու անհրաժեշտությունից։ Մյուս կողմից մարդ ինքը չի կարողանում հավատալ, որ այդքան հեշտ միջոցով կարելի է ուրեմն լուծել ազատագրման խնդիրը։ Իրականում մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդհանրապես ոչ մի նպատակ չի հետապնդում տառապանք պատճառել կենդանիակներին, հա, եւ ուղղակի ընդհակառակը կարող ենք տեսնել, որ ինքը շատ երբ որ մենք կարդում ենք Բհագավադ Գիտան եւ ինքը ներկայացնում է Արգյունային, եթե կարելի է այսպես ասել, իր սրտի եղածը, ապա մենք տեսնում ենք, որ ինքը նպատակ է հետապնդում վերականգնել կենդանեակի մաքուր գիտակցությունը, չէ, որպեսզի կենդանեակը ինքը կարողանա վերահաստատվել իր երանելի գոյության մեջ։ Երբ որ կենդանեակը ինքը տառապում է նյութական աշխարհում, ապա ինչպես մենք տեսանք, Տեր Կրիշնան ինքը խոսեց նրա մասին, որ կենդանեակները իրենք առաջի հերթին տառապանքից են դիմում իրեն, չէ, եւ երբ որ կենդանեակը ինքը կանգնելով հոգևոր ճանապարհի վրա, սկսում է հենվել հոգևոր գիտելիքի վրա, հա, ապա իր մոտ իրականում սկսվում է այդ վերադարձի ճանապարհը դեպի հոգևոր աշխարհ եւ այստեղ փաստացի Տեր Կրիշնան ինքը խոսում է նրա մասին, որովհետև այդ ներողը հենց ինքն է, հա, ինքը խոսում է նրա մասին, որ եթե դու գիտես իմ մասին գիտելիքը, փաստացի ինքը սա է ասում, որ եթե դու գիտես իմ մասին գիտելիքը, ապա ես քեզ ներում եմ բոլոր այն մեղքերը, որը դու գործել ես ընդհանրապես քո ամբողջ նյութական գոյության ընթացքում, չէ՞։ Եվ փաստացի սա նշանակում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իրականում շատ հեշտացնում է կենդանեակի հոգևոր ճանապարհը։ Մենք գիտենք, որ կան այդպիսի կրոնական տեսություններ, որտեղ քարոզվում է ուղղակի հակառակ գաղափարները։ Որն են այդ գաղափարները։ Ուրեմն առաջինը դա նա է, որ կենդանեակը իրականում, քանի ինքը գտնվում է նյութական աշխարհում, երբեք չի կարող ձեռք բերել պատշաճ մաքրություն, որպեսզի ազատագրվի նյութական աշխարհի ջիրաններից, որ ինքը իր ամբողջ կյանքում պետք է անցկացնի այդ մեղավորության զգացումի մեջ, ամբողջ կյանքում պետք է մեղանչի, թող ինձ բոլորը ներեն, ինչպես ես միշտ ասում եմ, պիտի մեղանչի մի մեղքի համար, որ ինքը չի գործել։
Եվ այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ տհաճ կերպար է ստացվում, որը ինքը կարող է ստիպել միլիարդավոր կենդանիակների, որոնք ծնվել են նյութական աշխարհում այն պահից, երբ Գերագույն Աստծո անձնավորությունը Ադամին եւ Եվային վռնդեց էդեմական այգուց դեպի նյութական աշխարհ եւ անիծեց նրանց գոյությունը այդ աշխարհում, չէ, այդ միլիարդավոր կենդանիակները իրանք ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ մի ինչ-որ կներեք սենտիմենտալ հիմար կնոջ արարքի գործած մեղքի տակից։ Այստեղ մենք հասկանում ենք, որ այդ մեղքը ինքը ինչ-որ այրելու process-ը ինքը փաստացի անվերջ է եւ առաջարկվում է, որպեսզի կենդանիակը ինքը իր ամբողջ կյանքում մնա կրոնականության մեջ երկու գաղափարների ճիրաններում։ Առաջինը դա նա է, որ ինքը պիտի պատասխան տա մի մեղքի համար, որ ինքը չի գործել, եւ երկրորդը դա նա է, որ ինքը պետք է միշտ պատրաստ լինի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը փորձությունների է ենթարկելու իր հոգևոր ճանապարհը։ Ես միշտ քննարկում եմ իմ ունկնդիրների հետ, որ իհարկե հասկանալի չէ ընդհանրապես, թե ինչու համար է պետք Գերագույն Աստծո անձնավորությանը խոչընդոտներ ստեղծել այն անձնավորության ճանապարհին, որը ինքը տոտիկ առաջի քայլերն է անում կրոնականության մեջ։ Եվ այստեղ նույնպես, եթե մենք վստահում ենք այդ գաղափարին եւ ընդունում, ապա եթե գոնե մի քիչ բանականություն ունենք, ապա կարող ենք պարզ տեսնել, հասկանալ, որ այդ գաղափարը նույնպես Աստծո կերպարը դարձնում է բավականին դաժան։ Այսինքն մի կողմից ինքը ամբողջ կյանքի ընթացքում չի ներում ոչ մի բանը, եւ անձնավորությունը ինքը պետք է ամբողջ կյանքի ընթացքում մշտական այդ մեղքի զգացումի մեջ ապրի, ցանկացած ժամանակակից հոգեբան ինքը կարող է լավ մեկնաբանել իրականում, թե դա ինչ արդյունքներ կարող է ունենալ մարդու հոգեբանության վրա եւ նրա ապրած կյանքի, եւ մյուս կողմից ինքը ամեն վայրկյան պիտի սպասի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ որ փորձությունների ենթարկի իրեն։ Ինչպես տեսնում ենք արիացիների կատարմամբ, ես միշտ ասում եմ, որ եթե նույնիսկ Աստված չկա եւ Աստծուն հորինել են, ապա Աստծուն սազացող գաղափարներ առաջ են քաշել ցավոք սրտի միայն արիացիները։ Ինչ է այստեղ ասում Տեր Քրիշտան։ Ինքը ասում է. բավական է, որ դու ուղակի հետաքրքրություն ցույց տաս իմ անձնավորության հանդեպ, իսկ իմ ու քո կապը ինքը հավերժ է, մեր հարաբերությունները իրանք հավերժ են, եւ երբ որ դու այդ հետաքրքրությունը ցույց ես տալիս, փաստացի դու վերադառնում ես քո արմատներին։ Ուրեմն ինչ է ասում Տեր Քրիշտան, ինքը ասում է, բավական է դու ընդհանրապես այդպիսի մի հատ ճիգ գործադրես, այսինքն ուղղակի սկսես ուշադիր լսել իմ մասին գիտելիքը, այ հենց մտար այդ process-ի մեջ, առաջի բանը, որ ես անում եմ, ես քեզ քո բոլոր գործած մեղքերը ներում եմ։ Եվ տեսեք, այստեղ մենք ստանում ենք այդ հանրահայտ պոզիտիվ հոգեբանության սկզբունքները, այսինքն, ես միշտ ասում եմ, որ ժամանակակից հոգեբանները իրենք շատ ու շատ դրույթներ վերցրել են հենց արիացիների մոտից, չէ՞։ Ուրեմն այստեղ Տեր Քրիշտան ինքը հենց այդ դրական մտածելակերպի հիմքը դրեց, երբ որ ինքը ասեց, որ բավական է դու այսպես մտար հոգևոր կյանք, հետաքրքրվեցիր ինձանով, ես քեզ քո բոլոր մեղքերը ներում եմ, այսինքն այլևս չես մտածում նրա մասին, թե դու քո կյանքում ինչի համար ես սխալ արել, ոնց ես արել, դրա դիմաց ինչ պիտի ստանաս եւ այլն, որտեղ ոչ մի բան չես ստանալու։ Բա ինչ է մնում քեզ։ Քեզ մնում է, որպեսզի դու սկսես արթնացնել քո մաքուր բնությունը։ Եվ վերջ, որի առաջի քայլերը, մենք դա բազմիցս ձեզ հետ զրուցել ենք 3-րդ գլխի սահմաններում, որի առաջի քայլերը իհարկե նյութական բարոյականության կանոններն են։ Եվ հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն հիմա ինքը բառացի ասեց այդ
տեքստը, որ ինչպես խարույկի մեջ գցած փայտերը կամ կրակը փայտերը վառում են եւ դարձնում են մոխիր, այդպես էլ գիտելիքը ինքը ամբողջությամբ ուրեմն ոչնչացնում է կենդանեակի նյութական գործունեության բոլոր հետևանքները։ Եվ սա նշանակում է, որ Տեր Կրիշնան ինքը հիմա փաստացի ասում է, որ Աստված հեշտացնում է կենդանեակի հոգևոր առաջընթացը։ Եվ այստեղ կա քննարկելու համար մի, եթե կարելի է այդպես ասել, մի մեծ գաղտնիք։ Այդ գաղտնիքը ինքը կայանում է նրանում, որ իրականում այս գիտելիքը հնարավոր չէ ընկալել նյութական զգայարաններով։ Եվ դա է պատճառը, որ այս գիտելիքը համապատասխան հնարավոր չի օգտագործել նյութական զգայարանների բավարարման համար։ Այսինքն, այստեղ ինչ ասեց Տեր Կրիշնան, որ ինքը ասեց, այդ գիտելիքի կրակը ամբողջապես այրում է նյութական գործունեության բոլոր հետևանքները։ Ինքը փաստացի ասեց, չէ, որ այս գիտելիքը ինքը նախատեսված է միայն եւ միայն նյութական գոյությունը ոչնչացնելու համար։ Իսկ երբ որ կենդանեակը ինքը ոչնչացնում է իր նյութական գոյությունը, արտահայտվում է նրա մաքուր հոգին, եւ հոգու երանությունը ինքը դառնում է արդեն ուրեմն փաստ, Եվ սա նշանակում է, որ կենդանեակը, երբ որ ինքը զբաղվում է ինչ են ասում, նրանով, որ ուզում է բավարարել իր էգոիզմը, չէ, ինքը առաջին հերթին կորցնում է իր հոգևոր գիտելիքը։ Ընդհանրապես, երբ որ արիացիները իրենք խոսում են հոգու մասին, իրենք հոգու որակավորումը տալիս են այսպես. հոգին ինքը սատ չի տանանդը, այսինքն սատ հավերժ գոյություն ունեցող, չիթ կատարյալ գիտելիք ունեցող, ընկալող, անսահման ընկալող եւ անանդա, այսինքն երանելի։ Այս տեքստը ինքը փաստացի խոսում է նրա մասին, որ կենդանի էակը ինքը կորցնում է իր գիտելիքը հոգևոր, իր հոգևոր գիտելիքը, այսինքն գիտելիքը Աստծո մասին, հոգու մասին, հոգևոր աշխարհի մասին եւ Աստծո եւ կենդանեակների հարաբերությունների մասին ինքը գիտելիքը կորցնում է, եւ միայն դրանից հետո է, որ նա սկսում է նյութական գիտելիք զարգացնել եւ այդ գիտելիքի հիման վրա ձևավորել իր համար առաջին հերթին տարբեր նյութական մարմիններ, որոնցից ամեն մեկը ինչ որ մի հնարավորություն է պարունակում վայելել արդեն նյութական աշխարհը, չէ՞։ Եվ որովհետև կենդանեակը ինքը նախասկզբնականորեն կորցնում է իր գիտելիքը Աստծո մասին, որովհետև մենք դա ձեզ հետ քննարկել ենք նաև Բաղավատամով, չէ, որ երբ որ արարվում է նյութական աշխարհը ինքը արարվում է հենց այդ սկզբունքի հիմքի վրա։ Որն է այդ սկզբունքը։ Դա նա է, որ կենդանեակը ինքը չի ուզում Աստծո գոյությունը։ Ինչու համար, որովհետև Աստծո գոյությունը ենթադրում է ենթարկվել նրա կամքին։ Իսկ կան կենդանեակներ, որոնք իրենք ուզում են լինել ազատ եւ անկախ, չէ՞։ Հիմա տեսեք, եւ դրա համար Տեր Կրիշնան ինքը ասում է, որ այ առաջինը ինչ որ դու կորցնում ես այդ ժամանակ, դա իմ մասին գիտելիքն է, որտեղ դու պիտի ինձ կորցնես, որ կարողանաս մտածես, որ դու անկախ ես, չէ՞։ Եվ եթե դու արդեն ուզում ես դուրս գաս այս անհանգստություններով եւ տառապանքով լի նյութական աշխարհից, ապա առաջի բանը, որ դու պետք է վերականգնես, դա իմ ու քո կապի մասին գիտելիքն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն դրա համար, երբ որ կենդանեակը ինքը նյութական աշխարհից ուզում է վերադառնալ հոգևոր աշխարհ, ինքը առաջին հերթին
ուրեմն բան է անում դա առաջընթաց է ունենում հոգևոր գիտելիքը վերականգնելու հաշվին բանականությունը Այսինքն մենք հասկանում ենք, որ երբ որ խոսքը գնում է գիտելիքի մասին, խոսքը գնում է բանականության մասին, որովհետև գիտելիքի միջոցով կենդանիակը ինքը զարգացնում է ճիշտ հասկացողություն։ Իսկ հասկանալ, կասկածել եւ սխալ հասկանալ դա բանականության ֆունկցիաներն են։ Բանականությունը ինքը նյութական բանականությունը ինքը թելադրում է, որ վերադարձի ճամփան այդ վերադարձի ճամփան ինքնըստինքյան վկայում է նրա մասին, որ թե ինչ պատճառ, այսպես ասեմ, բանականությունը ինքը եթե մենք միացնում ենք ու փորձում ենք հասկանալ, մենք տեսնում ենք, որ վերադարձի, այդ թե որն է վերադարձի ճամփան, ինքը վկայում է նրա մասին, թե ինչ պատճառով է կենդանիակը եկել նյութական աշխարհ, որտեղ երբ որ կա հակառակ պնդումը, օրինակ ասում են, դու կարող ես վերադառնալ հոգևոր աշխարհ, եթե դու վերականգնում ես քո գիտելիքը Աստծո մասին։ Սա ինչ է նշանակում, որ դու եկել ես նյութական աշխարհ, որովհետև կորցրել ես գիտելիքը Աստծո մասին, չէ՞։ Եվ այդ պատճառով կարելի է վստահաբար պնդել, չէ՞, որ իրականում այս տեքստը ինքը խոսում է նրա մասին, որ նյութական աշխարհից հեռանալու եւ մեղք կուտակելու պատճառը դա գիտելիքի կորուստն է։ Ես բգավատամում եմ շատ հաճախ ասում, չէ, որ օրինակ ասենք, տեսեք, օրինակ քրիստոնեության մեջ հին կտակարանի հիմքի վրա ընդունված է այդ գաղափարը, որ կենդանիակը ինքը մեղք է գործում, որովհետև իրան սատանան է գայթակղում։ Արիացիները իրենք ընդհանրապես այդպիսի խնդիր չեն քննարկում, որ սատանան ընդհանրապես այդ գայթակղելու ֆունկցիան ունի, իրանք խոսում են նրա մասին, որ իրականում կենդանիակը ինքը վատ արարքներ է կատարում տգիտությունից։ Եվ ուրեմն որն է ամենամեծ տգիտությունը կենդանիակի համար, դա այն է, որ կենդանիակը ինքը մտածում է, որ ինքը այս նյութական մարմինն է։ Եվ որ ինքը մտածում է, որ ինքը այս նյութական մարմինն է, մենք դա բազմիցս քննարկել ենք, նյութական մարմինը ինքը ժամանակավոր է եւ ինքը խոցելի է։ Եվ այս երկու գործոնները, չէ, որ ինքը, այսինքն եթե ինչ-որ մեկը թշնամություն է տածում մեր հանդեպ, ինքը կարող է մեզ վնաս տալ։ Հասկանում եք։ Եվ սա ինքը դարձնում է կենդանիակի գոյությունը նյութական աշխարհում մշտական անհանգստության աղբյուր է։ Չէ՞, ես կարծում եմ, որ այդ անհանգստության մասին մեր ազգաբնակչությանը նույնիսկ ավելնորդ է հիշեցնելը, որովհետև մեզանից ոչ մեկ չգիտի, որ երբ որ ինքը պարկում է քնելու, արդյոք ինքը առավոտը զարթնելու է, թե ոչ։ Որովհետև ոչ մեկս չգիտենք, թե որ պահին ով, երբ, ինչպես կարող է պատերազմ սկսել, Աստված ոչ անի, չէ՞։ Եվ այդ հանգամանքը ինքը շատ լարված է դարձնում կենդանիակի նյութական գոյությունը։ Եվ այդ հիմքի վրա, այդ վախերի հիմքի վրա, այսինքն կան մի քանի գործոններ, մարմնի ժամանակավորության վախը, ուրեմն մնացած բոլոր կոնտակտների ժամանակ կենդանիակներին կենդանիակների հանդեպ առավելության ունենալու ցանկությունը եւ բոլոր կոնտակտների ժամանակ դիմացինին սեփական վայելքի մեջ օգտագործելու ցանկությունը, այս 3 գործոններն են, որը կենդանիակը փորձում է իրականացնել նյութական աշխարհում, չէ՞։ Եվ այդ դրա հետևանքով մենք ասենց հետ խոսել ենք, որ արիացիները իրենք ասում են, որ այդ 3 նպատակները կենդանիակները իրանք իրականացնում են կամ թշնամանքի միջոցով,
կամ մրցակցության միջոցով կամ իրար հետ համագործակցելով։ Եթե իրանք ուրեմն այդ ամեն ինչը փորձում են անել մրցակցության եւ թշնամանքի միջոցով, ապա իրանք իհարկե գնում են, կրոնը դա կոչվում է մեղքեր գործել, այսինքն սխալ արարքներ կատարելու ճանապարհով։ Եվ դա տեղի է ունենում բնականաբար, որովհետև կենդանիակի ժամանակավոր մարմինը ինքը թելադրում է կենդանիակին առաջին հերթին։ Թելադրում է այն հանգամանքը, որ կենդանիակը ինքը իր ապրելու համար շատ քիչ ժամանակ ունի, հատկապես աստվածամերժության ժամանակ, երբ որ կյանքը ինքը դառնում է մաքսիմում 100 տարեկան, չէ՞։ Եվ ասենք դրա համար կենդանիակը ինքը մշտապես այդ անհանգստությունը ունի, որ ինքը պետք է շատ արագ ջանքեր գործադրի, որպեսզի այս աշխարհը վայելելու հնարավորություն ստանա։ Եվ այդ ժամանակ ինքը կարող է ընկնել ագահության ճիրանների մեջ, իսկ մենք դեռ կտեսնենք, որ Բհագավադ Գիտայի 16-րդ գլխում Գերագույն Աստծո անձնավորությունը կասի, որ գոյություն ունի ընդամենը 3 դարպաս, որոնք տանում են դեպի դժոխք։ Առաջինը դա էգոիստական անհակ ցանկություններն են, երկրորդը դա ագահությունն է, իսկ երրորդը զայրույթը։ Եվ որ այդ ժամանակի սողությունը եւ որ ինքը միանում է կյանքը վայելելու ցանկության հետ, այդտեղ առաջանում է ուրեմն ագահությունը։ Այսինքն մենք կարողանում ենք հասկանալ, որ տգիտությունից առաջացած անկախության զգացումը կենդանիակի համար ինչքան էլ ուզում է հաճելի լինի, բայց այդ նույն անկախությունն է, որ կենդանիակին վախ է ներշնչում, չէ՞, որովհետև նորից եմ կրկնում, որ եթե օրինակ ասենք մենք մի քանի թշնամի ունենք, առավել եւս եթե մի քանի թշնամի ունենք եւ նրանք ասենք համախմբված են, ապա պարզ է, որ մենք չենք կարողանում դիմակայել իրենց, չէ՞։ Եվ այո, նյութական աշխարհը ինքը վախ է ներշնչում այդ ժամանակ։ Այսինքն մենք մի կողմից անկախություն ենք ուզում, բայց մյուս կողմից, երբ որ անկախ ենք, մենք ավելի քիչ պաշտպանված ենք։ Հասկանում եք, եւ այդ վախի հիմքի վրա կենդանիակը ինքը կարող է շատ վատ արարքներ կատարել։ Հիմա երբ որ կենդանիակը ինքը փորձում է բավարարի իր էգոիստական ցանկությունները, ինչպես մենք ձեզ հետ քննարկեցինք, այդտեղից կարող է ծնվել մեկ-մեկու հանդեպ թշնամանք եւ Գերագույն Աստծո ազնվորության հետ հավերժական կապի մասին գիտելիքը ինքը այկակրաս կենդանիակին օգնում է, որպեսզի ինքը, այսպես էլի, շատ վճռականորեն հրաժարվի իր նյութական գոյությունից կամ նյութական աշխարհը վայելելու ցանկությունից։ Ինչու, որովհետև այդ գիտելիքի շնորհիվ կենդանիակը ինքը հասկանում է, որ ինքը հավերժ հոգի է, ինքը համոզվում է, որ կա, ինքը համոզվում է, որ կա հոգևոր աշխարհը, եւ իր ամբողջ կենտրոնացումը արդեն դնում է նրա վրա, որպեսզի այս աշխարհից դուրս գա։ Եվ ուրեմն այդպես կենդանիակը ինքը կտրում է իր կապացությունները եւ ատելությունները այս աշխարհի հանդեպ եւ խիստ կապացություն է սկսում զարգացնել Գերագույն Աստծո անձնավորության, նրա մաքուր նվիրյալների եւ հոգեվոր աշխարհի հանդեպ։ Այսպես է կտրվում հոգու եւ նրա կատարած վատ արարքների պատասխանատվության շղթան։ Երբ որ մենք խոսում ենք գիտելիքի մասին, այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի վերաբերմունքի մասին է խոսքը, որովհետև գիտելիքը իրականում կարելի է մի քանի ձևով բանանել, ընկալել, չէ՞։
Առաջին հերթին մենք կարող ենք ասել, որ ազնվորությունը ինքը կարող է գիտելիքը ուսումնասիրել նյութական դրդապատճառներով։ Այսինքն, եթե կրոնը ինքը կազմակերպված է, մենք ձեզ հետ դա բազմիցս քննարկել ենք, որ կազմակերպված կրոնը ինքը միշտ խոսում է նրա մասին, որ այդ կրոնը զավթված է աթեիստների կողմից, որտեղ միայն աթեիստներն են իրենք շահագրգռված, որպեսզի կրոնի մեջ լինեն պաշտոններ։ Հիմա այդ պաշտոններին հասնելու համար ամենամինիմալ պահանջը, որը այդտեղ պահանջվում է, դա սուրբ գրվածքը իմանալն է, այսինքն գիտելիքը։ Եվ տեսեք, մենք այս դեպքում ստանում ենք կեղծարարի, որը իրականում հոգևոր դաշտում գտնվում է միայն եւ միայն ինչ-որ նյութական խնդիրներ լուծելու համար, եւ այդ խնդիրները լուծելու համար ինքը անպայման պիտի ունենա պաշտոնը ունենալու համար, չէ՞, այսպես առաջին հերթին ինքը պետք է այսպես խոնարհաբար ծառայի բանին սիստեմը չեմ կարողանում հիմա պատանել մի րոպե կներեք համակարգը երևի ուրեմն ծառայում է համակարգին, չէ՞, եւ այսինքն այդ նյութական կրոնը նյութական բաներով օգտագործելու գործընթացների մեջ օգնություն է ցուցաբերում, որպեսզի իրանից ավելի բարձր կանգնածները կարողանան այդ նույն նպատակը իրականացնել։ Այդ ժամանակ իրան նկատում են որպես, ռուսները ասում են svой, այսինքն որպես իրանց նման եւ այդպիսի անձնավորությանը կանաչ լույս են տալիս։ Եթե հանկարծ հոգևոր մարդը համակարգված կրոնի մեջ սկսում է խոսել կրոնի էության մասին, սկսում է կասկածի տակ դնել նրա ղեկավարների մաքրությունը, հատկապես, ասենք, առավել եւս սրբությունը եւ այլն, ապա պարզ է, որ այդպիսի անձնավորություն ինքը անմիջապես դառնում է անցանկալի եւ կազմակերպված կրոնի ղեկավարները անմիջապես սկսում են ուրեմն տրավլյո, իրանք սկսում են այդպիսի գործընթաց, որպեսզի այդպիսի անձնավորությանը դուրս շպրտեն ուրեմն համակարգից։ Այստեղ հասկանում ենք, որ գիտելիքը ինքը կարող է շահագործված լինել նաև վատ նպատակների համար։ Եվ այստեղ ուրեմն այդ հարցն է առաջանում։ Տրանսցենդենտալ գիտելիքը, որտեղ օրինակ Բագավատամում Նարադամունին ինքը երբ որ կխոսի Յութիշթիրայի հետ եւ կպատասխանի նրա հարցերին, Յութիշթիրայի հարցերից մեկը կլինի նա, որ արդյոք արդար է ինքը կասի, որ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ որ Տեր Շի Կրիշնան ինքը սպանում է որևիցե մի դեմոնի, նրա հոգին դուրս է գալի մարմնից, օդի մեջ կախվում եւ մտնում է հետո Տեր Շի Կրիշնայի մարմնի մեջ, եւ դա նշանակում է, որ այդ հոգին ինքը ստանում է ազատագրում։ Եվ Յութիշթիրան ինքը ասում է, բայց հազարավոր նվիրալներ Աստծո, իրենք քրտնաջանորեն ծառայում են Աստծուն, իսկ ազատագրում այդպես էլ չեն ստանում։ Միթե սա արդար է, ինչու է իրականությունը այսպիսին է։ Եվ Նարադամունին ինքը, այսպես շատ խորիմաստ պատասխան է տալիս։ Ինքը ասում է Աստված նման է արևին։ Երբ որ արևը դուրս է գալիս, ինքը խտրականորեն չի, որ իր շողերը տարածում է ինչ-որ մեկի վրա, այսինքն այդպիսի process չկա, որ արևը ինքը մտածում է լավ, այս անձնավորությունը ինքը առաքինի է, ես իրա վրա իմ շողերը կգցեմ, իսկ այս անձնավորությունը ինքը արատավոր է, հանցագործ է, չգիտեմ, մանյակ է, եսի միջ է, ինքը ես իրա վրա շողեր չեմ գցի, եւ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորության համար միևնույն է, այդտեղ Նարադամունին ինքը այդ գաղափարն է առաջ քաշում, որ
գերագույն աստվածնավորության համար միևնույն է թե կենդանիակը ինքը ինչ մոտիվով է կենտրոնանում իր վրա, եթե ինքը կենտրոնացավ Աստծո վրա, ինքը մաքրագործվում է։ Բայց մենք կարող ենք նաև հասկանալ, չէ, որ եթե վիրավորանք է հասցվում գիտելիքին կամ գերագույն Աստծո ազնվորությանը, ապա այդ դեպքում այդպիսի գործընթաց տեղի չի ունենում։ Այդպիսի գործընթաց տեղի չի ունենում եւ հակառակը ազնվորությունը ինքը կարող է բավականին խիստ ռեակցիաներ ստանալ այդպիսի պահվածքի դիմաց, չէ։ Հիմա տեսեք սիրելիներս, այսինքն այստեղ շատ կարևոր թեմա կա, որ ասենք երբ որ խոսացվում է նրա մասին, որ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը այրում է բոլոր մեղքերը, նշանակում է դա արդյոք, որ ինքը այրում է նաև այն ազնվորությունների մեղքերը, ովքեր որ իրենք փաստացի չարամիտ են, եկել են հոգևոր դաշտ, ոչ թե հոգևոր առաջընթացի համար, այլ եկել են, որպեսզի զբաղեցնեն պաշտոններ եւ օգտագործեն կրոնականության նյութական ռեսուրսը։ Ուրեմն պարզ պիտի լինի, որ երբ որ խոսվում է նրա մասին, որ գիտելիքը ինքը մաքրագործում է, այստեղ շատ կարևոր է անկեղծության գործոնը, որովհետև ուրիշ տեղերում մենք դեռ կկարդանք այդպիսի տեքստեր, ուրիշ տեղերում վեդայական գրականությունը ինքը հաստատում է, որ եթե կենդանիակը ինքը վիրավորանք է հասցնում, ներեք ճնշումս եղանակից է, հա, ուրեմն եթե ինքը վիրավորանք է հասցնում, ապա ավելի շատ պատասխան է տալիս, քան եթե ինքը մինչև այդ գիտելիքի մասին չիմանար, հասկանում եք, որտեվ այո, նա որ ճշմարտությունը իմանում է եւ դրանից հետո միևնույն է մնում է էգոիստ, մնում է արատավոր կենդանիակ, ինքը իրականում վիրավորանք է հասցնում եւ այդ վիրավորանքի հետևանքով ընկնում է ավելի ցածր, քան ինքը կար, երբ որ ինքը բանտարեց, երբ որ ինքը ընդունեց հոգևոր կյանքը։ Եվ այսպես այս հանգամանքը անպայման պետք է ուրեմն պետք է հաշվի առնենք։ Հաջորդ կարևոր գաղափարը, որը հնչեց այս տեքստում, դա նա էր, որ պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ վերանցական, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքը ինքը վերացնում է այն գործունեության այն պտուղները, այն արդյունքները, որը կենդանիակ անցանկալի արդյունքները հատկապես, որը կենդանիակը ինքը պետք է ստանա, դերեք ինչ որ հոգնածեցին։ Ուրեմն որը կենդանիակը ինքը բան է անում, վերացական գիտելիքը, որը այդ գործունեության պտուղները զրոյացնում է, չէ՞։ Սովորաբար, երբ որ խոսացվում է պտուղների վերացման մասին, այստեղ մի շատ հետաքրքիր թեմա կա զրուցելու, որովհետև սովորաբար մարդիկ իրենք անմիջապես կենտրոնանում են նրա վրա, որ եթե ասվեց, որ պտուղներն են այրվում, ապա դա նշանակում է, որ այրվում է տառապանքը, այսինքն այրվում են այն պտուղները, որոնք կբերեին տառապանք։ Ուրեմն շտապում եմ բոլորին հիասթափեցնել։ Երբ որ արիացիները իրենք ասում են, որ հոգևոր գիտելիքը ինքը այրում է պտուղները, ուրեմն ինքը այրում է եւ այն արդյունքները, այն վատ արդյունքները, որը պիտի ստանար կենդանիակը, եւ այրում է այն լավ արդյունքները, որը պիտի կենդանիակը ստանար։ Որովհետեւ հոգևոր գիտելիքը ինքը ոչնչացնում է կենդանի էակի նյութական գոյությունը, այսինքն սկզբունքորեն, իսկ նյութական գոյության մեջ մտնում է ոչ միայն վատ ճակատագիրը, այլև լավ ճակատագիրը։ Սա իրականում
Այ արիացիների կատարմամբ մեր համար սա մեծ սյուրպրիզ է։ Հասկանում եք, որտեղ մի կողմից, չէ, մենք ձեզ հետ կարմա յոգայի ընթացքում խոսեցինք նրա մասին, որ երբ որ կենդանիակը ինքը ապրում է բարոյական, պահպանում է բարոյականության օրենքները եւ կատարում է կրոնականության ծիսակատարությունները, ինքը ապրում է երջանի, պաշտպանված նյութական աշխարհում եւ երջանի կյանքով։ Եվ սա Գերագույն Աստծո ազնվորության առաջին քայլն է, որը ինքը անում է հանդեպ կենդանի էակի, հա, հաստատելով նրան երանության մեջ եւ կենդանիակը ինքը երջանիկ է լինում, որովհետև հենց այդ նպատակն էր հետապնդում, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը այդ ցանկությունը կատարում է, որտեղ դրա հաշվին կենդանիակը վերականգնում է իր վստահությունը Աստծո մասին, Աստծո հանդեպ։ Եվ Աստծուն ամենակարևոր արդյունքը դա է, չէ՞։ Հիմա մի կողմից մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նպաստում է նրան, որպեսզի կենդանիակը նյութական աշխարհում լավ ապրի, այսպես ասենք, պարզ որ լինի, հա։ Իսկ մյուս կողմից ինքը հիմա ասեց, որ նա ով որ տրանսցենդենտալ գիտելիքը, այսինքն հոգու մասին, Աստծո մասին եւ հոգեվոր աշխարհի մասին գիտելիքը ուսումնասիրում է, այդ գիտելիքը այրում է նրա նյութական գործողության բոլոր պտուղները։ Եվ սա դա է նշանակում, որ եւ լավ եւ վատ։ Այսինքն այդպիսի կենդանիակը ինքը չունի ճակատագիր։ Եվ այն ամեն լավ բանը, որ ինքը, այս չէ, ամենայն վատ բանը, որ ինքը պիտի ստանար վերանում է, ինքը չի ստանում։ Եվ այն ամեն լավ բանը, որ ինքը պիտի ստանար, դա նույնպես վերանում է։ Եվ թե լավը պիտի վերանա, թե վատը, հա, դա շատ ինդիվիդուալ է եւ Գերագույն Աստծո անձնավորության ղեկավարության տակ է գտնվում այդ հարցը։ Ինչու համար։ Որտեւ Գերագույն Աստծո անձնավորությունը լավ գիտի, թե ինչը թողնի մեր կյանքում, իսկ ինչը խլի մեզանից եւ վատը եւ լավը, չէ՞, որպեսզի մենք հաջողակ լինենք հոգեվոր կյանքում։ Հասկանում եք։ Բայց այս գաղափարը, որ մենք պիտի հասկանանք, որ տեքստը ինքը խոսում է ոչ միայն տառապանքի մասին, այլև նյութական երջանկության, որովհետև ես միշտ ասում եմ նույն նախադասությունը, որովհետև նյութական գոյությունը հավերժ հոգու համար բացարձական իմաստ է, չէ՞։ Ուրեմն ասվեց, որ հոգևոր գիտելիքը ինքը ոչնչացնում է մեղքերը, հա, եւ այդ ոչնչացնելու ընթացքում էլի մոխրացնում է կենդանիակի նյութական գոյությունը, չէ՞։ Եվ այստեղ ինքը մեխանիզմը, թե ինչպես է դա բանանում իրականացվում, շատ պարզ է։ Ինչու՞, որովհետև այո, կրակը ինքը վտանգավոր է վառելափայտի կտորի համար։ Հա, եւ դա նշանակում է, որ կենդանիակների տգիտությունը, հա, կամ Գերագույն Աստծո ազնվորության մասին ճշմարտությունը, նրանց էլի անկարողությունը, հա, ունի իր հակաթույնը։ Այո, որ կենդանիակը ինքը անկարող է ընկալել տիրոջ մասին ճշմարտությունը, չէ, իր բանով էլի, իր սեփական ուժերի հիմքի վրա։ Այդտեղ մի հատ հակազդեցության ձև կա։ Դա տրանսցենդենտալ գիտելիքն է։ Իսկ տրանսցենդենտալ գիտելիքը ոչ թե կենդանիակը ինքը չի կարող նստել եւ տրանսցենդենտալ գիտելիք զարգացնել։ Դա շատ հազվագյուտ դեպքեր են, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակին գիտելիք է տալիս սրտից։ Հա, դա նշանակում է, որ այդ պահին ամբողջ աշխարհում պիտի մի հատ ինքնաիրականացված մարդ չմնա, հա, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես վարվի։ Մնացած բոլոր դեպքերում մեր կյանք գալիս են գիտելիք կրողները եւ իրանք սկսում են այդ գիտելիքը մեզ փոխանցել, չէ՞, հիմա։
Եվ ուրեմն դա է միակ միջոցը, հա, եւ այստեղ նշվեց այդ գիտելիքի ամենագլխավոր բնույթը։ Տեսեք օրինակ, չէ՞ որ մենք նյութական գիտելիք էլ է, չէ՞ մարդկությունը ինքը զարգացնում։ Բայց մենք չենք կարող ասել, որ այդ գիտելիքը, թեկուզ մենք ունենք գիտություններ, որոնք նախատեսված են դրա համար, բայց միևնույնն է, մենք չենք կարող ասել, որ նյութական գիտելիքը կամ նյութապաշտ գիտնականների կողմից ձևավորված գիտությունը կամ գիտելիքը ինքը չի լուծում այդ ամենակարևոր հարցը, որպեսզի այ ոչ կամ կենդանիակը ինքը հաստատվի նյութական երջանկության մեջ, կամ էլ արդեն ինքը բացարձակ հրաժարված լինի նյութական կյանքից, հա, ինչու համար, որովհետև ինքը իր մեջ չի պարունակում այդ տրանսցենդենտալ մասնիկը, որովհետև երբ որ ասվում է բոխրացնում է կամ ազատագրում է տալիս է անում են անում, դա անում է այդ տրանսցենդենտալ մասնիկը, որը գերագույն Աստծո ազնվորությունն է, հա, եւ այստեղ տրվեց այդ հոգեվոր գիտելիքի ամենագլխավոր բնութագիրը, որ հոգեվոր գիտելիքը ինքը մոխրացնում է կենդանիակի նյութական գոյությունը, իր լավն ու վատը, հա, եւ ուրեմն սիրելիներս սա այդ գլխավոր գաղափարն էր, որը մենք այսօր պետք է ուրեմն ուշադրություն դարձնեինք այդ գաղափարի վրա եւ կարողանայինք ճիշտ հասկացողություն զարգացնել, որպեսզի մենք գիտակցենք, թե մեզ ինչ է սպասվում հոգեվոր ճանապարհին։ Նրանց համար, ովքեր որ վախենում են այդպիսի իրականությունից, որ գիտելիքը ուսումնասիրելուց կարելի է կորցնել նաև լավ ճակատագիրը, եւ դա նշանակում է, որ անպատրաստից կամ նոր հոգեվոր կյանքի ուղու վրա կանգնած կենդանիակը ինքը ուժ չի կարող ունենալ էլ այդտեղ իրան ճիշտ պահել, չէ՞։ Ուրեմն այդտեղ կա գերագույն Աստծո ազնվորության մի այլ հայտարարություն, որտեղ ինքը, կներեք, որտեղ ինքը հայտարարում է, որ նա որ զբաղվում է հոգևոր կյանքով, ռեալ զբաղվում է, էլի ոչ թե փորձում է շահագործի, այլ ռեալ զբաղվում է, այսինքն շահագրգռված է իր հոգու մաքրությունը վերականգնելու գործընթացով, գերագույն Աստծո ազնվորությունը անում է այսպիսի հայտարարություն։ Նա ասում է. ես պահպանում եմ այն ամենը, ինչ ինքը ունի, եւ տալիս եմ այն, ինչ իրեն չի հերիքում։ Այս հայտարարությունը ինքը անում է նորեկների համար, որովհետև այո, նորեկները իրենք մեծ աջակցության կարիք են զգում եւ երբ որ նորեկներն են տրանսցենդենտալ գիտելիքը ուսումնասիրում, կա այդպիսի ման, որ այդ գիտելիքը ինքը այրում է միայն իրանց վատ ճակատագիրը եւ հնարավորություն է տալիս, որպեսզի իրականացվի իրանց լավ ճակատագիրը, հա։ Իսկ երբ որ կենդանիակը ինքը հոգեվոր կյանքում մի քիչ ավելի զարգացած է, եւ երբ որ իսկ ինչ է նշանակում զարգացած է, հոգեվոր կյանքում զարգացած անձնավորությունը ինքը արդեն շատ նեղվում է նյութական հարաբերություններից, հա, եւ ինքը իր սրտի մեջ իրականում երազում է, որպեսզի բոլոր նյութապաշտները կամ էգոիստները իրան ուղակի հանգիստ թողնեն։ Այդ դեպքի համար գերագույն Աստծո ազնվորությունը ուրիշ բան է ասում։ Ինքը ասում է, եթե ես ողորված եմ իմ նվիրյալի հանդեպ, ես իր ձեռքից խլում եմ ամեն ինչ, որպեսզի իր մտերիմները իրանից հույսը կտրեն։ Այսինքն, որ մտերիմները ուղղակի իրան հանգիստ թողնեն, մտածելով, որ իրանից բան դուրս չի գա նյութական իմաստով, հա, եւ որ ուրեմն եւ որ չարժի իր վրա հույս դնել, եւ դա հնարավորություն է տալիս, որպեսզի նվիրյալը ինքը շատ լուրջ զբաղվի հոգեվոր կյանքով։
բայց որ գլխավոր գաղափարը ինքը կայանում է, դա արդեն ոնց որ նյուանսներն են բացատրվում, բայց գլխավոր գաղափարը ինքը հնչեց այս տեքստի մեջ, որ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը այրել գիտի կենդանի էակի ճակատագիրը։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ ոչ միայն վատ ճակատագիրը, այլև լավը։ Դա շատ բարձր գաղափար է, եթե մենք հաշվի ենք առնում հոգու շահերը։ Եվ շատ անցանկալի եւ վախ ներշնչող գաղափար է, եթե մենք շարունակում ենք մտածել, որ կրոնը ինքը գոյություն ունի նրա համար, որպեսզի բարելավի կենդանեակի նյութական գոյությունը։ Իրականում այդ գործընթացը, երբ որ տեղի է ունենում, դա կրոնի կողմից կենդանեակի հանդեպ կոմպրոմիսն է, որին Աստված գնում է միայն եւ միայն այն պատճառով, որ ցանկություն ունի վերականգնել իր եւ կենդանի էակի միջև կենդանի էակի վստահությունը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություններս։